Հաղորդման հովանավորներ, My Energy, ձեր էներգիան, ձեր ձեռքում։ Good Time, հարմարավետ հյուրատուն, Լեռնանիստում։ Love it, ամեն ինչ love it, այո, ամեն ինչ love it, կգա մի օր, բախտը կգա ու love it, ամեն ինչ love it, այո, ամեն ինչ love it, կգա մի օր, բախտը կգա մի տխրեք դուք երբեք շպտացեք բոլորին, ասեք սիրում եմ և սիրված կլինեք ու կգանա մի օր անպայման կայցելի ու love it, ամեն ինչ love it, այո, ամեն ինչ love it, կգա մի օր, բախտը կգա ու love it, ամեն ինչ love it, այո, ամեն ինչ love it, կգա մի օր, բախտը կգա Թանկագիներս այսօր ես Կոտայքի մարզում եմ, շատ հով զով գյուղում, որը ունի հետաքրքիր պատմություններ, որոնց մենք անպայման կանրադառնանք։ Իսկ որտեղ եմ ես այսօր։ Գյուղ Լեռնանիստում։ Շատ էի գում, ասում եք Վիվտար, ինչի չես գալիս։ Ըհը, եկել եմ։ Ես գալիս եմ։ Լեռնանիստ գյուղը գտնվում է Մենակասալ լեռան ծաղկաշատ լանջին, հիմնադրվել է 1828 թվականին։ Բնակչության նախնիների մի մասը 1828-ից 29 թվականներին գաղթել է Խոյի, Մակուի ու Սալմաստի գյուղերից։ Վերջին տարիներին գյուղում արագ զարգանում է տուրիզմի ոլորտը։ 2017 թվականին մասնավոր ներդրումներով Լեռնանիստում կառուցվել է դահուկավազքի սահուղի և 350 մետր երկարությամբ ճոպանուղի։ Ըստ Հայաստանի կառավարության պաշտոնական հրապարակման, Լեռնանիստը հավակնում է դառնալ ձմեռային տուրիզմի կենտրոն։ Դուք խմում եք այս ապարատի կոֆեներից։ Հա, բայց իրանք լավ չեն, լավ բան չեն։ Հակա գովազդ եմ անում ես ապարատի կոֆեները։ Նայած մարդու համար, բա հիմա ինչ եք անում այստեղ։ Այս ձեր խանութն է։ Ես իմ խանութն է։ Ոմո, ձեր խանութն է։ Լավ է, բա դուք էլ ունեք խանութ։ Դուք եկել եք ձեր ընկերոջ մոտ։ Մանկության ընկերներ եք։ Համարյա։ Համարյա, մանկապարտ ես։ Ուսանողական տարիներ։ Բանակ։ Միասին եք։ Ասենք մենք տարիքի տարբերություն ունենք, բանակ իրար չենք խաղալ։ Ո՞վ է մեծը։ Ով կենդի։ Դուք եք, ճիշտ է, դուք եք։ Դուք ավելի երիտասարդ եք։ Կամ ձեզ լավ եք նայել։ Դու ինչի նանամ։ Դուք չգիտեք ձեզ լավ եք նայել, թե չէ։ Ես չեմ ինձ նայում, են նայողն է նայում։ Ո՞վ է։ Կինը ով է։ Կինը լավ է նայում։ Դե։ Բա դուք իրան։ Ոչ։ Ոչինչ, ինքը լավ, դուք ոչինչ։ Պատենս չի լինի, պիտի հարաբերություններում փոխադարձ լինի։ Փոխադարձ ինձ հետ։ Հա։
Բայց ձեր կինը ձեզ լավ է նայում։ Ոչինչ, հարմար է։ Ինչու՞ է հարմար։ Յոլակ տանել։ Շշուտ եք կռվում։ Չէ, չեք կռվում։ Էլ չեք կռվում։ Արդեն 50 տարվա ամուսիններ ենք։ Այ այդ կռիվը մինչև որ տարիքն է տևում։ Ես ինչ իմանամ։ Ձերը ո՞րն ա եղել մինչև։ Կռիվ չել եմ մեր մեջ։ Բա, այտենց հաշտ համերաշխ միշտ։ Հա։ Այտենց ո՞նց է լինում։ Այդպես ո՞նց։ Մի մարդ եք, տարբեր կարծիքներ հետ չեք ունեցել։ Ունեցել եք, բայց թեթևակի անց է, հո տենց սուր քնադատաբար չել է։ Սենց թեթև եք խփել։ Չէ, ոչ էլ խփել եք։ Չէ, դա չի կարելի։ Էդի շատ վատ հումոր արեցի։ Կինը պետքա խփի։ Բախի գնաց ձեր ընկերը։ Ինչ իմանամ։ Ինչ ասեմ։ Ինչ անունը։ Սամվել։ Պարոն Սամվել։ Ընկերայելիս պարոն չի։ Հա, ցրեցիք մեզ։ Պարոնների գործ չունենք պարոնների հետ։ Խի, ինչ է եղել պարոնների հետ։ Ընկերը ավելի լավ չի, քան թե պարոն։ Դե իմ համար պարոն է, չէ, ես չեմ ճանաչում իրան։ Հո չեմ գոռա Ասա, անկեր Սամվել։ հա, Ընկեր ընկերան։ Սամվել։ Գնաց ընկեր Սամվելը։ Հավես չուներ մեր։ Երևի ինչ ասեմ։ Բա դուք Ես դնում եք ձեր կողքին եմ։ Չեմ միշտ մեր կողքը կլինեք։ կլինենք անպայման։ Վայ, ինչ հաճելի։ Ինչ վատ է։ Ինչ եղավ։ Հա, վայ։ Ես ասի ցուլա գալի մեր վրա։ Արդեն գնացինք։ Մերսի չենք ուզում։ Շուտ դի ասեր արի պատիվնա։ Արդեն հոսել եմ մի ոտս տունա մտնում ասում։ Արի պատիվնա։ Գնանք։ Ուրա թիրախային խմբ։ Սա երիտասարդներ են։ Երիտասարդներ, դուք կնկարվեք։ Ինչպես։ Չէ, մեր հաղորդման մեջ։ Հաղորդման բան, գյուղի մասին ենք նկարում։ Եկեք։ Առաջի դեպքն է, որ երիտասարդները համաձայնվեցին։ Սա յուրահատուկ դեպք է, Ժորժ ջան, սովորաբար չեն համաձայնվում, կոմպլեքսավորվում են։ Բարև ձեզ։ Ինչ լավ է, որ դուք ուզեցիք։ Էլի եկանք ձեր մա։ Ինչ չեմ խոսա ձեր հետ, լավ, որ դուք չեք ուզում, ես ձեր հետ չեմ շփվում։ Էս չէի գտում նուշ։ Էս ինչ է։ Դե ես որ սպասեիք, դից կարա չդառնար, ես ցի վաղը թողել։ Լավ, դուք Ես ամի 10 րոպեի ծանք եմ, ես խոսում։ Ոնց եք։ լավ, դուք ոնց եք, ինչ եք անում։ Շփվում ենք, բարի լույս ենք անում։ Բարի լույս։ Գործի չեք դուք այսօր։ Այսօր չէ, գործերը փոքր սկսում։ Երեկոյան, Երեկոյան։ դաշտում։ Հիմա դաշտում չեն աշխատում այդքան շատ Հա։ դաշտի տրակտորները Այսինքն գյուղատնտեսությունը նվազել է գյուղում, թե լավ է։ չէ գյուղի մասին չի գյուղատնտեսությունը տենց շատ Չեն անում։ ավելի ուրիշ բաներով են զբաղվում Ինչերով։ Մի հատ համենայն դաշտներում են ժողովուրդը Այդ ծմերն է աշխատում։ Թե հիմա էլ։ Իսկ բան ունեք։ սովորում են լավ գործերի են աշխատում Իսկ ձիարշավարան ունեք։ չէ բայց հույս ունենք Հա, տենց մտքեր կա։ տեսել եք չի իրեմ հնարավոր է Մայիսը։ դանգրատը համենայն Ինք առավոտվանից մեր հետ է, էլի ոնց որ։ շատ էլ լավ է Բա դուք որպես երիտասարդներ, ինչ կպատմեք գյուղից։ Ես օտարականս եկել եմ, ոչինչ չգիտեմ։ առաջ անգամ եք եկել
Մատ որ ձեր կարծիքները ասեք, կհասկանանք ինչից սկսենք, որ Մի ժամա, որ էստեղ ենք, բարձրացել ենք Խաչի մոտ։ Ուй, չել ենք գյուղ։ Գյուղը սիրուն գյուղ է, հետաքրքիր գյուղ է, լավ գյուղ է, փակ գյուղ է, որովհետև բոլոր գյուղացիները հիմնականում բարեկամներ են, այդպես դրսից եկած մարդիկ չունենք։ Սաղդ բարեկամներ եք։ Հերո կարող է մի քիչ։ Այսքան իրար հետ չեք ամուսնանում։ Ամուսնանում եք 3000 հոգանոց գյուղ է։ Չէ, որ սաղդ բարեկամ։ Չէ, չեմ ասում չամուսնակ, յանի ուրիշ տեղից։ Յանի ուրիշ տեղից, էլի։ Սիրուն կադր ունենանք, հա։ Հա, էլի, ոնց որ կադրը լրացնում եմ։ Չես կոմանես։ Այսպես, այո։ Հետո ինչ պատմենք էլ։ Ամուսնանում եք։ Ահա, հասկացա, կողքի գյուղերից չէ, գյուղի մեջ էլ։ Կապ չունի, որ բարեկամներ եք։ Մարդ ամուսնանում։ Ոնց քաղաքում են բարեկամ ենք, ասենք այդ ինչ մասն է խոսքը։ Չկապ ունի։ Չի ասում ես կապ չունի որ բարեկամ եք, բայց Բարեկամները չեն ամուսնանում, սովորական ամուսնանում։ Գյուղի մեջ։ 7 պորտ որ անցնում է, կարելի է դե ամուսնանալ։ բարեկամ չի համարվում։ Բարեկամը համարվում։ Ազգակից ինչ է։ Դե սաղին մենք բարեկամ չենք ասում։ Հարևանին էլ ենք բարեկամ ասում։ Բարի ենք դրանից։ Իրոք ասում։ Լավ գյուղ եք եկե, հետաքրքիր գյուղ եք եկե։ Առաջ անգամ եք էստեղ։ Այո, առաջի անգամ ենք։ Իսկ թվա տպավորությունները լավ կլինի գնալուց։ Այո։ Եկեղեցիներ ունենք, աղբյուրներ ունենք, սիրուն տեսարաններ ունենք, սարերով, ժայռերով, որ քաղաքում չես գտնի, կարաս հա նայես աչքերդ իանա օրինակ։ Ահա։ Դիք հետաքրքիր բաներ կա, մարդիկ բարի են, վռաշ չեն քաղաքի նման։ Վռաշ չեն։ Այո, այնտեղ կյանքը արագ է, դες աղվազում են, շտապում են ինչ-որ մի բանի։ Ստեղ դանդաղ եք ավելի։ Դանդաղ չենք, ստեղ հասցնում ենք ռիթմին, ստեղ հասցնում ենք ապրենք, ոչ թե ասենք 4 ժամ պրոպտի մեջ մնանք։ Нас գնանք։ Արի լավ։ Ինքը հումորով մարդ, հա, անուն չէ։ Ապա դա։ Հա, ինձ անուն չէ։ Վարդան։ Հա։ Կգա բայց։ Արի գնանք գտնենք։ Հումորը կային էլա։ Հումոր կան կային էլա։ Հələ սպասեք գնամ չփախնի, հեսա կգամ։ Պարոն Վարդան։ Անպայման։ Բարև։ Պարոն Վարդան, բարև ձեզ։ Մի բան ասեմ։ Եկել ենք ձեր գյուղը նկարենք։ Մի հատ հումորով մարդ չճարեցի։ Ասեցին գնա Վարդանն է հումորով։ Արաննա ուղարկե, հա։ Չգիտեմ ես անունները։ Մի քիչ ձեր հետ շփվենք գնանք։ Ես Մայիս պապան եմ, որ նոր ձեր հետ է։ Գիտեմ, Մայիսը ասեց։ Ես էլ Մայիսյոնն հոխորն ասում էի Մոսիս։ Բա ինչ կա, չկա, ինչ կա պատմեք ինձ։ Ստեղ կարամ կանգնեմ։ Չեք կարա։ Ապա ես ոնց որ ձեր տրակտոր արդեն նստել եմ։ Չէ, չեմ նստել։ Ընդ ուրիշ տրակտորներ կային։ Բապա Սամուիզիլն եք նստել։ Սամուիզիլներ էդի։ Բայց փչացած է։ Էլ բան չկար, չէ անելու։ Մարդու գլխին սարքիկ։ Օրը Էլ ցերեկով։ բան չկար անելու, չէ։ Պարոն Վարդան, հələ իրանց պահով մի բոց պատմեք։ Իրանց, ինչ են անում, իրանք հենց։ Հետա դե նայում ես ինչ են անում, բարապ թափառում են, էլ։ Պարապ թափառում են իրանք, ջահելները, այո։ Էլ ինչ են անում։ Էլ ինչ են անում։ Ես Մայիսն էլ աստ է։ Հա, բա, մեր հետ է։ Ինչ կա, ինչ եք անում ամբողջ օրը։ Ամբողջ օրը սարապ։ Ահա, պարապ սարապ։ Բա ո՞նց եք ապրում պարապ սարապ։ Նորմալ։ Ես ինչ լակոնիկ պատասխաններ են բոլորը տալիս։ Նորմալ։ Հիմա ուր եք գնում։ Մենակ ես չիմ նկարահանվա, ես էլ նկարահանվամ էլ։ Հա լավ չի։ Չէ, չեմ սիրում այդտենց։ Ախի, լավ չի։ Հետո երեխեքը կտենան, կուրախանան, կասեն պապան էլ ա նկարվել։ Հավես չի։ Երեխեն էլ ա նկարվել։ Լավ է քեզի։ Դու չեմ ակոնիսա։ Պապայի հետ կռված էիր։ Չէ։ Բա, պրոստը տենց։ Ասում իրան է նկարել։ Ուզում էիր պապան էլ մեր հաղորդման մեջ լիներ։ Հա, բա ինչ, ամեն օր չեմ գալի։ Մի օր եկել եմ, չեք էլ խոսում։ Ոչ նկարվում եք, ոչ խոսում եք։ Էսով է։ Ասենց մուզիկել, ձեր մոտ լսում։ Բարև։ Լավ դուք ոնց եք։ Էս ինչ է հարսանիք։ Երկուսով եք։ Հա,
հարսն ուր է հարսը։ Մեզ են ասում քյորախտեցի ու դուք Ձեզ ասում են քյորախտեցի։ Յա, բայց լավ թեմա է։ Պրոբկա են կարել։ իրավիճակ ենք գոգեք։ Հանդե քանել չորջան է։ Ահա։ Պակա։ Պակա։ Քյոր յախտեցի։ Յախտեցի։ Ախտեցի, բայլուս։ Փաստորեն լեռնանիստի ժողովրդին ասում են քոր։ Ինչու։ Ինչու։ Ինչու ենք մենք քոր։ Ինչու։ Շատ բան եք տենում, քիչ եք խոսում նրան բան։ Հա, էդ իմաստով է։ Շատ բան տենում քիչ եք խոսում։ Չի վաճան տենում, բան տենում։ Ինչ պետքա տենում են, ինչ չէ։ Չէ, օրինակ հիմա տուղիղ իմաստով է, ես վատ եմ տենում։ Ինչ է ասում։ Բարև ձեզ։ Լավ, դուք ոնց եք։ Էս սուրբա։ Ալո։ Խաղակ։ Ինչ էր անունը իրա։ Արտուր։ Պարոն Արտուր, ուր գնացիք։ Կնայի հետո էլի, կասի դե վրազեի բան։ Այտենց բաներ։ Այն ինչ են անում։ Խորն է ձեր գյուղը։ Հա, բան Էդ ինձ տեսե խառնվել են։ հնարավոր է։ Вообще հանգիստ են, չէ՞ լինում։ Հա։ Ասենց եկանք սաղին խառնեցինք։ Էս բարև ձեզ։ Զանգյան Բորիս։ Ում զանգենք։ Պապին ակտիվ է։ Գնացինք մասիս, գնացինք պապու մոտ։ Մայիս ամես, մայիս։ Մայիս, գնանք պապուի մոտ։ Չենք ցես բաների հավես չունի։ Ոնց չունի։ Էլի հումորով է, բայց ցես բաների հավես չունի։ Ես կբացեմ, դու մի մտածի։ Մեկ էլ Ժորջան նկատեցիք, Եկեք բոլորը ստել է։ մեքենաների մեջից են շփվում։ Այ երիտասարդները, եկեք։ Եկեք ստեղ հələ, կարամ ձեր թևի տակ մտնեմ, տենց խոսամ։ Եկեք ստեղ։ Կարամ ձեր պես դուխավիկ ինձ պահեմ։ Հավաս չես կարող։ Պարոն Վարդան ասելա կարամ դուխով կանչեմ։ Հələ եկեք ստեղ։ Չեն գալի։ Սամ։ Այ Սամ։ Սամո։ Այ Սամ։ տղա է, սարիստել արի։ Սամ։ Արիլ է։ Ստեղ է լահով, ավտոյի մեջ ենք։ Եկեք բան ենք քննարկում։ Ատա որ լավ տեղելները տեկլնինք էլի։ Չես ասում։ Կարող է չեն տենում մեզ քորեն։ Հնարավոր է։ Էս ինչա։ Բայլուս, ավել են ծախում։ Գազար մեկ էլ։ Գործից կտրինք ձեզ։ Հա ոչինչ դե լավ ամենուր չեմ գալի։ Որ դուք էլ գաք մեր մոտ ես էլ գործից կկտրվեմ։ Ձեր մոտ որտե է։ Որտեղ գաք կլինի։ Որտեղ էլ հասնեք զանգեք մերն է էլի։ Փոքր Հայաստան, ուր էլ գնանք մերն է։ Մի հատ տնանք էսելով է գալի գնանք։ Էսով է։ Էսի։ Չէ, էսի լավ կինա գործ չունենք։ Չէ լավ, Խի լինայք։ գործ ունեք։ Գործ ունենք։ Ով էր։ Ով էր։ Գյուղի հարսներից է։ Հəլ տնանք էսով է։ Էսով է։ Էսով երեխայա։ Բայց չի կարելի էտի, մի նկարի, բան կգան կտուգան են։ Չի կարելի է տես բաներ։ Խեն թողում է տես բաներ։ Գյուղի մեջ քշում են երեխա։ Սովորում են համել գյուղի մեջ։ Բան է ուզում ասեի մոռացա, այս արևից էլ քոռացա։ Իսկական լեռնանիստ դարձա։ Իսկ տնանք ով գնանք։ Ոչինչ դե գործ ես կտրեցի, մի ինձ փշերի վրա պահեք։ Այս սրանը խոս։ Այսով է, հələ կանգնեք, ան ինչա։ Մանվել, պարոն Մանվել, ո՞նց եք։ Լավ, ինչ կա։ Չգնաք պարոն Վարդան։ Պարոն Մանվել, ինչ կա։ Այս սաղ ավտոների մեջ ցեք շփվում հետս, խի։ Հələ իջեք տնանք բոյով եք։ Չէ, շատ կուլուտ է։ Կեղտոտ շորերով եք, լավ, ինչ կա, ուր եք գնում։
Ինչ գործ էիք անում։ Հայաթը պահեստ եք հավաքում, ավտո։ Ինչ։ Գալից որ էին գալու Բերթի։ Բերքի Բերքի, այս ասում եմ Բերթը խիա պարոն Սամվել է ստոնը։ Գնացեք։ Լավ մնացեք։ Դուք էլ։ Այ մենք մերոնցով խոսում էինք էլի։ Ուր եք գնում։ Գնաք ինչ անեք։ Ինչ գործ կա այսօր։ Այսօր շաբաթ չի։ Չացնեք գնաք, հա, սպասի, կանգնեք, լավա, Վայ, ինչ հավես էր։ Բա այս ջրերը գնացին։ Այս ձեր ջուրը թափել է։ Բա դու ինչ ասի։ Քո ասածն է դա քիրավելի, բա դու ինչ ասի։ Ինքը շատ լուրջ ընդունեց, ասեց իրանք չեն խմում ջուր։ Опа! Մերսի շատ։ Ստեսություն կբարևեք սաղին։ Ավազան Սուրբ Հակոբ եկեղեցին կառուցվել է 13-րդ դարում։ Ավազան է կոչվում, քանի որ ջրի ակունքը բուժիչ ջուրը գտնվում է եկեղեցու տակ։ Այս սուրբ ջուրը օգնել է մարդկանց բուժելու մի շարք հիվանդություններ, առանձնապես մաշկային հիվանդություններ։ Այստեղ հաճախ հերթեր են գոյանում։ Մարդիկ հավատավորները լողանում, խմում եւ իրենց հետ են վերցնում ջուրը, հավատալով նրա հզոր բուժիչ զորությանը։ Եկեղեցին մի քանի անգամ ավերվել է։ Հիմնովին վերանորոգվել է համայնքի բնակիչ Երեմ Լավրենտի Հակոբյանի կողմից 2015 թվականին։ Տիկին Այդա ջան, ո՞նց է հոսքը մարդկանց։ Ոչինչ, ձմեռը տենց հյուրեր շատ չունենք, բայց ամառը լավ է։ Ասենք շաբաթ նայած էլի կարող շաբաթ կիրակինի տենց շատ քիչ լինեն, կարող շատ լինեն, խմբերով են գալիս, նայած օր, նայած Հա, ոնց դե պարզա։ հա։ Ինչ որ սենց դեպքեր եմ լսել։ Կապված այս վայրի սուրբ եւ բուժիչ լինելու հետ, հա, օրինակ որ չգիտեմ, երեխան չի խոսում, այստեղ բերում են, այդ դեպքերի մասին կպատմեք, հետաքրքիր է։ Ասեմ, առաջինը մեր ջուրը շատ բուժիչ ջուր է, օգնում է ալերգիա, մաշկային հիվանդություններին, այտենց խնդիր ունեցողները ինչքան եկել են Աղիներն էլ, թե չէ տենց։ Էդի
ձեր տրամադրությունից է կախված։ Մի վարքյան, այսինքն ինչ տրամադրվեմ, որ ինքը կբուժի, ինքը դա կբուժի։ Էդի դուք երևա եթե օգտագործես։ Ասեմ մի բան, որ ջուրը եթե օգտագործում ես, թեկուզ ջուրը հավատով պիտի օգտագործես։ Հավա, այսինքն ջրի էներգիան պիտի զգա մարդ։ Եթե չհավատաս էլ ինքը կօգնի, բայց որ հավատում ես, դա մի ուրիշ բան է, էլի։ Այսինքն այստեղ ջրի ուժն է, թե կարաս կամպոտ էլ խմես, հավատաս լինի։ Ոչ։ Այստեղ ջրի ուժն է։ Այս ջուրը ունի հանքային ինչ-որ բաներ։ Ես չգիտեմ, այդպես չեմ կարող մանրամասն ասեմ, բայց որ շատ է բուժում այդ հիվանդությունները, դա կարամ ասեմ։ Իսկ դուք խմում եք ամեն օր։ Անպայման էսի մեր օգտագործման ջուրն է։ Իսկ դուք առողջ եք։ Ոչինչ չեն բողոքում։ Այս տարիքին լավ է։ Շատ լավ։ Էներգիան տեղն է ամենակարևորը։ Անպայման։ Դա առաջնայինն է, մնացածը հետ։ Այո։ Մենք ունենք սովորություն հնից եկած, որ չխոսացող երեխեք բերում են առավոտ շուտ, բալանին ֆրացնում եմ, բացում եմ, ջուր ենք տալիս երեխեքին, լվացում են, ներսը ջուր ունենք լցած։ Ճիշտ է նույն ջուրն է, բայց լցում ենք մնում է ներս, օրհնվում է։ Այո։ Այդ ջուրը տալիս ենք, մեր շատ երեխեք ունենք, որ խոսում են, շատ։ Դե արդեն քանի տարի անես չի նորություն, էլի։ Ջուրը խմելուց անմիջապես հետո։ Ոչ, պիտի սպասեք։ Մի 2 տարի։ Տարի չէ, տանեք տուն, դե դուք կզգաք ձեր երեխեքի վրա, այդ ես չեմ կարող ասեմ։ Այդ ասու ձեռն էլ իմ ձեռը չէ։ Ես անում եմ ինչ հասնում է ինձ։ Բայց դուք միջնորդ եք, այսինքն էստեղ։ Այո։ Աման։ Այդ կարևոր գործն եք։ Վաղուց եք էստեղ աշխատում։ 20 տարուց ավել։ 20 տարի մի տեղում։ 20 տարուց ավել։ Ես կողքն եմ ապրում, Հա, ձեզ մոտիկա։ Ոնց որ իմ տունը, այտենց ասեմ ձեզ։ Դե ամբողջ օրը էստեղ եք։ Մեր գյուղը մեծ գյուղ է, ամեն ինչ ունենք։ Մարդիկ լավն են։ Շատ։ Ինչո՞։ Գյուղը լրիվ կարամ ասեմ իրար բարեկամ ենք այտենց։ Էլի դա շեշտեցին։ Հա, Որ շատ բարեկամ։ լսի, այտենց դրսից չունենք էլի շատ մենք Չեք ընդունում։ Ընդունում ենք, չէ՞, բա մեր հարցները ո՞րից են բերել։ Դե հարցը գալիս է ոնց որ քիչ-քիչ արդեն դառնում է ձերոնցից։ Եմ ասում, ուրիշ չունենք էլի, մեր գյուղի բանով փակված ենք։ Դուք էլ եք հարց եկե։ Չէ։ Այսին հոր տունը էս դիմացը, էդի կեսրարիս տունը։ Աման հարևաններով իրար եք ուզե։ Փոքր վաղտանից։ Ասացրել եմ են հարևանի հետ։ Այս ասի բան, ձեր տուն եք հետ ուղարկե։ Մեր տունն է։ Փոքր վաղտանից եք իրար սիրել։ Չէ։ Մեծ վաղտան։ Չէ։ Ուղղակի ամուսնացել ենք։ Դա Դե ձեր ժամանակ, չգիտեմ իհարկե քանի տարեկան եք, բայց շատ էին անում, էլի առաջ ճանաչելու, առնուտ սիրելու ամուսնանում։ Չէ, արդեն մեր ժամանակ քիչ-քիչ փոխվել էր։ Ճիշտ այդքան չէ։ Կարծիք կարող էիք հայտնել։ Իսկ հիմա տավե քաղաքին էլ ենք ոնց է։ Բայց դա լավ է։ Երեխեքը պետք է սովորեն պարտադիր, վերջացնեն, մի հատ էլ մագիստրատուրա սովորեն, վերջացնեն, հələ մի հատ էլ աշխատեն, նոր ամուսնանան։ Դա էլ հարց է, հետո արդեն հավես կլինի այդքանից հետո։ Դա մի խիչ չի։ Չէ, սովորությունները շատ է փոխվել, շատ։ Բայց դա լավ է ավելի, ոնց եք կարծում։ Առաջ ավելի լավ էր, Ինչով։ որովհետև ժողովուրդը ուրախ էր։ Ասենք ամբողջ օրը մեր երեխեքը կամ մեր ժամանակ սենց նույն թաղերով խաղում էինք իրար հետ։ Մենակ էր էլի։ Բա քիչ է։ Բա ինչ է։ Ամբողջ օրը հեռախոսից դուրս չեն գալիս։ Հա, այդ առումով հա, բայց Բա հիմա ամբողջ կյանքը այդտենց նույն տեղում, նույն միջավայր, նույն շատ լավ էր։ Լավ էր, տենց հավաքում էին իրիկուն, հարևաններով։ Հիմա չեք հավաքվում։ Չէ։ Խե։ Դե հիմա ամեն մարդ իրա հոգսին, իրա գործին։ Հավես չկա, ժամանակ չկա։ Լսի, երևի դառնապես փոխվել։ Հա,
Իրանք են հերախսով զբաղվում։ Դե չզբաղվեն էլ ալում ես երեխեքի հետ, մինչև անասուն ունենք, էսեն արդեն օրը անցնում է, էլի։ Օրը վերջանում է։ Բայց այն ժամանակ գործ ավելի շատ էր։ Դες հիմա ամեն ինչ կա, մեքենան, լվասկի, ամեն ինչ։ Ջուրը, բաղնի, զուգարան, ամեն ինչ ունեն, էլի դժգոհում են։ Իսկ առաջ այս ջուրը տենում ես, այս դիքը տենում ես։ Կրում էիք։ Ամբողջ օրը ջուր էինք կրում, որ լվաս կանենք, երեխեքին լողացնեինք, այն որ ասում Բայց ինչն էր դրա լավ։ ուրախ էինք։ Ուրախ էիք լվացքը։ Լիլիլիլի։ Քորին զարգում էիք։ Չէ, մենք շատ ուրախ էինք այն ժամանակ, շատ։ Հիմա էլ ենք ուրախ ընտանիքով, ասեմ ուզում եմ ասեմ, մեն վաղ բանը չկա, էլի։ Վերադառնանք մեր հրաշքներին։ Այո։ Էլ ինչ հրաշքներ կան եկեղեցի հետ կապված, երեխաների խոսալ ուրիշ ինչ կա։ Ասենք ջուրը էտի հողը գործնուկ որ ունենում են, Այսօր ուտում ենք հողը։ չեն ուտում, գործնուկ, գիտես ինչ։ Հա, մատերին Էներսի հողից այդ պատի տակ հող կա, կսում են, այդ գործնուկները փչում են։ Միայն այստեղի հողը։ Մեր մոտը տենց, չգիտեմ, կարող է ուրիշ տեղ էլ կա, ես չեմ կարող ասեմ, էլի։ Իսկ հոգևոր վերքերը։ Շատ մարդիկ եկել են ասում են մեզի օգնել, ես չեմ կարող ասեմ։ Ինչ որ հանգստացրել է։ Ահա։ Մենք զույգեր ունենք, որ եկել են առանց իմանալ, ուղղակի եկել են նստել, գնացել են երեխա են ունեցել։ Այդ նպատակով են եկել։ Չգիտեմ։ Հիմա եկել գնացել, հետո եկել են ասել են, որ մենք եկել ենք ստեղ գնացել ենք, բալիկ ենք ունեցել։ Ես այտենց եմ իմանում։ Իսկ մինչև այդ ամուսնացած էին։ Հա, Հա, կարող որտեղ։ Չէ, ոնց կարան այդպես։ Դա Չէ, նկատի։ Կարանը տենց, նես չեն կարա, դրա մասին չի խոսքը։ Դե մի հետ չընտրանք։ Չէ, նկատում եմ կան նորեն ամուսնացել, հղիացել է ու այդ համընկել է եկեղեցու հետ գալիս է, չէ։ Ինքը երեխա չի ունեցել։ Հա, երկար ժամանակ չի ունեցել։ Չգիտեմ, հա։ Չգիտեմ։ Երևի այն որ ասում է Աստված ամեն մարդին իրան տվել է, էլի։ Հավատացել են, եկել են այտենց։ Բայց դուք շատ սիրուն ժպիտ ունեք։ Հա։ Հա, սենց վան։ Սենց որ նայում եմ, ես էլ եմ ուզում ժպտամ։ Ոսի տեղնա, որ կարաս ջուր լցնես այդտեղից։ Այդ հաստե հանվես լցես։ Վեդրոն եք։ Այո։ Կտակ որ խնդրեմ։ Ողտիկի նոյ, դու ինչ լավ ես հանդիպեցի։ Դուք ինձ կսիրեք, բայց ես սկզբից եմ մի քիչ վանող։ Արասես ջուրն էր նկարել։ Հաջան։ Հո օրևից հետո չեմ տեսնում։ Լցում եք ստեղ։ Այդ ջուրն են տալիս էլ երեխեքը խմում են, հիվանդները, այսինքն որ ցանկանա, դուք եք կարող լվացվի։ Հա։ Մաքուր մանավանդ։ Էսի տանեմ լցնեմ։ Էսին դեղից ջուրից։ Բայց ես մի հատ է հերիք, հա։ Ոյ, հələ դիլից առնալ բալամ։ Հա։ Հիմա ժամանակը եկավ, որպեսզի ես էլ բուժվեմ։ Ես եմ։ Ինքն էլ Արմանն է։ Սպասեք Ժորժ ջան, գնամ փոխվեմ կամ արագ։ Հիմա պետք է հասկանաք ինչ առիթով եմ լողանում։ Ինչ է ինձ պետք։ Ինձ պետք է ուզում եմ, որ այս ջրից հետո
կարողանամ էմոցիաներս կառավարել։ Ոյ, շատ առաջին ինչ չի ազգում մի վարդյան։ Էմոցիա կառավարել, ես քիչ-քիչ սովորում ենք։ Ոյ, շատ սարն է, որտեղ ջրի տակից է դուրս գալիս։ Բայց հիշում ենք, որ սա բուժիչ ջուր է։ Արդեն քիչ-քիչ տաքանում եմ։ Ես հավատում եմ։ Ու ես հավատում եմ, որ չեմ հիվանդանալ։ Այս ջրից հետո։ Հետաքրքիր է։ Կուզես քեզ նկարել։ Բայց լուրջ շատ բաներ, կարևոր բաներ։ Եկեք փորձեք Շուրջը։ Ճիշտ է, ջուրը շատ սառն է, ինձ թվում է։ Բայց հիմա էլ շոկ, բայց ջուրը էլի սառն է։ Ես շատ լավ եմ։ Ես շատ լավ եմ ինձ զգում։ Շատ լավ եմ։ Բայց հիմա Ժորժ ջան, ձեզ պետք է մի քիչ բնությամբ զմայլվեք, ես փոխվեմ։ Վայ։ Մի քիչ։ Ոյ։ Ջրից հետո։ Քանի որ ես լեռնանիստ գյուղում եմ, պետք է ձեզ ամեն բան ցույց տամ։ Ով եմ ես, որ ցույց չտամ։ Մենք հասկացանք մշակութային վայրերը մարդկանց իրենց առօրյան, հիմա ժամանակն է, որպեսզի ձեզ ցույց տամ այն վայրը, որտեղ կարող եք գալ, հանգստանալ, լիցքաթափվել ու լավ ժամանակ անցկացնել։ Աղմուկից հեռու, զով, հով, սիրուն, մաքուր։ Գնացինք։ Սիրելիներ, ես good time-ում եմ։ Good time-ը ունի տաղավարներ նախատեսված 40 անձի համար օրինակ սա իր առանձին խոհանոցով։ Ունի նաև 80 անձի համար նախատեսված 20 և 25։ Ինչպես տեսնում եք, բոլոր հարմարությունները կան։ Չեն, փոքր ժամանակվա մահճակալներից չեն, որ բաներ ես ես թռվենք։ Սրանք մեր սենյակներն են ուրեմն, բայց ժողովուրդ ջան, կան ավելի մեծ սենյակներ, կան ընտանեկան սենյակներ, այսինքն մի վիլայում ընդգրկված են տարբեր սենյակներ։
Տարածքը ունի ընդհանուր 3 լողավազան, երկուսը իրենց տաղավարների հետ առանձին են տրվում, իսկ մյուսը բացօթյա է եւ ընդհանուր, մեծ ու ընդարձակ։ Ինչպես տեսնում եք, արկա է նաեւ շաքեբաղնիկ։ Ժողովուրդ ջան, եթե անցնելու լինեք այս գյուղով կամ լինեք այս գյուղում, չմոռանաք, որ այսպիսի հրաշալի վայր կա, որի անունն է Good Time։ Կարող եք գալ ձեր մթերքներով տաղավար վերցնեք, կարող եք գալ գիշերակացով, բայց վստահեցնում եմ ձեզ, լիարժեք կհանգստանաք եւ լիաթոք կուրախանաք։ Տվյալները թողնում եմ այստեղ։ Տատ ջան, բան եմ լսել։ Ձեր գյուղում մարդկանց մականունները ճաշա տեսակներով են դնում։ Եթե ինչ ա կոչվի արևը։ Ճիշտ ասում։ Յան, ինչ? Սորվա։ 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 Շոր։ Հա, սորվա։ Շորվա, շաշ։ Ես էդի չեմ գիտե ինչ։ Ես էլ չգիտեմ։ Էլ ինչ են ասում։ Գիտեմ, որ ունեք բորշ։ Եթե ինչ ա կոչվի արևը։ Բորշը։ Հա, Յանի մարդու մականունը դրել են բորշ։ հա։ Հիշակ բորշի։ Հա։ Էլ ինչ անուններ կա, հետաքրքիր։ Ինչ ասես կա էլի։ Տոլմա էլ ունեք։ Ունենք։ Տոլմա էլ ունեք։ Խոշ։ Խոշլամա։ Բախի։ Այսինքն ով ինչքանով համով է։ Ածական աններով էլի այդպես ասում։ Ածականները, հա, այսինքն ըստ իրանց համովության, թե։ Չէ, ասենք այդպես են կանչած էլի։ Բայց խի այդ տոտ ջան։ Ասենք խոսքի մեկը ասել է, ասենց ասեմ։ Ինչ ես քեզ տոլմի տեղ դրել։ Չէ։ Բա։ Ասենք խոսքի ասել է, այս համ աջիկա ուտեմ։ Անցած ենքան ասել համ աջիկա ունեմ, մեծ տրանում մացի աջիկա։ Աջիկ, ով ասլա։ Հա։ Օրինակ իմ տղին ասում են ածական անունը բջոտ։ Բջոտ։ Սախկասենը տենց հա ելեխո։ Բջոտ յանի շուստրի։ Շուստերի էլի ճարպիկ։ Հա, բջոտ է տո։ Աման։ Բայց մեր գյուղում բջոտը ուրիշ բան է նշանակում։ Չէ։ Բջոտ դու ասելու բիջ չէ։ Բիջ։ Էդի չի։ Չէ, աման։ Այն պապե հաջան։ Բջոտը արևը։ Բիջ չի կոչվի։ Էդի շուստրին է յանի։ Ճարպիկա։ Ճարպիկ, շուստրի։ Ամենտեղ գիտի ինչ։ Տունն եք տենց ասում։ Չէ, ես իրանն ու կասեմ, բայց որ իր տղեն խարսեն կասի, բջոտի տղեն։ Հա, բջոյի տղեն ասի։ Աման։ Աղ չի։ Ասենք որ ասեն ճանաչում են, էլի տենց։ Այտենց են իմանում, հա։ Արևս։ Բա իրանց ինչ են ասում։ Գորչուն։ Հա, գորչ հասկաց։ Ասիկելել։ Ասել է ո՞նց ալինը։ Էլում ինչ են ասում։ Մենակ արևը չկցի կոմպուտերը դիճի տաղեց։ Խե, այ մարդ ձեր տղենից ճանաչում է, գիտի որ ես վատ բաներ չեմ ասում։ Մենք էդի հումոր ենք անում։ Չէ, բանա։ Էդի ինձ էլ էի բուջուրվախ տենց ասում։ Ես էլ եմ ճարպիկ եղել։ Այս ծորից են ծորեի թնում են տոնիկից են տոնիկ։ Բջոտը տեսավ քեզ։ Հա, դե լավ իշտ։ Այ մարդ բջոտ ջանի, մենք էլ ենք բջոտ, ինչ ա եղել։ Մամային բան չասեք։ Իմ երեխեքն է։ Սա ասել բջոտ են, կյանքն ա ստիպում, ինչ անենք։ Բայց ինչ լավ ծիծաղ ունեք, կգաք։ Կգաք ձեր ծիծաղը եմ նկարեմ։ Սիրունա, եկեք, խնդրում եմ։ Եկեք։ Այ քեզ բան։ Ստե ծիծաղացնենք, անդե թակուն ծիծաղան։ Այ քեզ բան։ Իրա երեխուն ինչ են ասում։ Չեմ բիզաղ ինչ ածական անունն է։ Ում է։ Ձեր երեխուն։ Ածական չունի։ Էդ ո՞նց է։ Չէ, ծաղներ կա։ Հենավոր չասի։ Էս մարդը ով է։
Ես չենք կարա իմանանք։ Ես շատ Անցեք։ արևը ես շատ եմ չեմ գալու։ Տաճ ջան, բա դուք արևային կայան օգտագործում եք։ Չէ, ջուր ունենք օգտագործենք եւ հոսանքի։ Արևի, որ անվճար արևի լույսը օգտագործեք։ Ես այն չունեմ բուս։ Դուք ունեք արևային կայան։ Մեր գործընկերը My Energy-ն առաջարկում է, եթե օրինակ 5 կիլովատ եւ ավել հզորությամբ արևային կայան գնեք, կստանաք 0% ապառիկի հնարավորություն 60 ամիս մարման ժամկետով։ Հա։ Լավ էլ բան։ Որ տեղադրելու լինեք, հա, Արևից մեծից շատ ապառիկով չեմ կարա դնել։ ապառիկով չեք կարա դնել։ Ապառիկ չեն կարա դնել մենք բան։ Սև ցուցակեք։ Սևերլինք լովինք համացմայ։ Ցմոհիկ։ Ո։ Համացմայ։ Չէ, բայց 5 տարի հետո չի անցնում սև ցուցակը։ Ոչ չեմ մտեվար ցանցի։ Ախ, չեք մուծե։ Ինչպիսի օրինակ էլի։ Տատի։ Խեշտատս ցմահանք է բանկերում։ Բայց եմ ասում ճիշտ եմ խոսում։ Ցմայ։ Չի մուծում, ասում այ քեզ բան ձեր փողնա դուք մուծեք։ Չէ, Տաճ ջան։ Համարձ ինչ ով մուծեմ։ Մենք մի հատ բարեկամ ունենք, բանկերին չէր վճարում, որ զանգում էին, ասում էին, բայց ձեր փողն է, ես խիպտի նեղվեմ, որ չեմ վճարում։ Դուք նեղվեք, որ ձեր փողը վերցրել եմ։ Հա, բաճից է։ Բանկեր ջան, ինչ ասենք, էտա։ Չէ։ Թող Աստված իմ արկասը արևս խաղաղություն տա մեր աշխարհին։ Մենք սրան էլ ենք համաձայն։ Ցմահին։ Դե մի կայլի։ Մի բան կլինի։ Վերջացավ։ Դե ապրեք, շատ ուրախ եի որ տեսա, ահագին ուրախացանք։ Դա կոմպուտը չկտեք դիրքու դում չտալը։ Վայ, հանգիստ եղեք։ Գիտի որ հումոր ենք անում։ Համել ես տեսախցիկի առաջ ասեցի։ Բոլորս էլ տենց ենք։ Բոլորս էլ միմականն ենք, ինչ անենք։ Հումոր ենք անում։ Դե գնացինք, լավ եղեք, ստեսություն։ Ստեսություն։ Ձեր հետ էլ։ Պակա։ Ինչ եք տակում խոսը։ Ինչ ասում, վերեք չծավատակ։ Սուսան, մեյանդ լրիվ կերևան կամուսկի։ Այ Սուսան, երկրի տանն էլ Սուսանն է։ Վայ, կթել եք իրար։ Սուսան, արի Սուսան, ստեղ եմ, հասենց։ Դե գնացինք, ստեսություն։ Հաջողություն։ Հայաստան անունը տալիս ժերի մեջ մի տուն եմ հիշում ալևոր կամուրջի հոնքին ծիծարի մի բույն եմ հիշում թեքված մի մատուռ եմ հիշում եւ բերդի տեղահան մի դուռ ավերակ տաճարի մի վեմ եւ բեկված մի սյուն եմ հիշում Հիշում եմ լքված մի տոնի, բերանին մամրոտած մի խուր, մամրոտած որ մի խորոչում, մասրենու վարսաթապ մի տուր, աշխարի քարերին մաշված, աշխարից խռոված մի ցուր, եւ հեռվում ինչ որ ուշացած, ձիերի դոփյուն եմ հիշում, Հայաստան ասելիս այտես են այրվում Հայաստան ասելիս ծնկներս են ծալվում Հայաստան ասելիս Ահա սիրելիներս, այսպիսի գեղեցիկ հաղորդում այսօր ունեցանք եւ միասին բացահայտեցինք Լեռնանիստ գյուղը։ Ամենակարևորը չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Իսկ այն մարդիկ, ովքեր ուզում են աջակցել մեր հաղորդմանը, կարող են հաղորդման ներքևի մասում նկարագրության բաժնում գտնել Donation Alerts-ը եւ թողնել իրենց աջակցությունը։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ էիք։ Կհանդիպենք, երբ որ հանդիպենք
հաղորդման հովանավորներ։ My Energy, ձեր էներգիան ձեր ձեռքում։ Good Time, հարմարավետ հյուրատուն Լեռնանիստում։